Տիգրան Աբրահամյանի հետ, պարոն Աբրահամյան թեև արդեն ծանոթացա, որ թեմայով գրառում եք արել, ամեն դեպքում կցանկանամ այս գործին անդրադառնաք, Աշոտյանին տանում են ձերբակալության անմիջապես այն հաղորդումից հետո, որտեղ նա սուր քննադատում է Նիկոլ Փաշինյանին, զուգադիպել է սա, թե բնականաբար նաև այս նախընտրական ողջ գործընթացի տրամաբանության մեջ պատահական որևէ բան չէր կարող լինել, հատկապես այնպիսի գործի առումով, ով բավականին ակտիվ է, ունի կոշտ բառապաշար եւ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է իրեն դրսևորել իշխանություն տարբեր փուլերում, իր նկատմամբ ինչ ճնշումներ է գործադրել, Արմենը իր մոտեցումների սկզբունքներից տեսակետներից որևէ պայմաններում հետ չի կանգնել եւ սա բնականաբար իշխանության կազմակերպած ընտրական տրամաբանության շրջանակներում է։ Նախընտրական շրջանում դրանից առաջ մեծաթիվ ձերբակալություններ, հարուցված քրեական գործեր, այդ թվում տեղեկացան քիչ առաջ, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ եւս քրեական հետապնդում է հարուցվել։ Սա նախապատրաստություն է հետընտրական պրոցեսներին, թե հենց ընտրությունները, որպեսզի անցնեն այնպես, ինչպես որ ուզում են իշխանությունները։ Երկու առումով կարելի է մեկնաբանել, հատկապես որ իշխող ուժի ղեկավարը, որը ունի վարչապետի կարգավիճակ, այլ ուղիղ եթերներով, գրառումներով, հայտարարություններով ուղղորդում է իրավապահ դատական համակարգերին, ըստ էության գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում, նաև երեկվա եթերի ընթացքում էլ, ընդհանուր բանավեճի ընթացքում էլ, ըստ էության հանձնարարություններ տալիս կոնկրետ ընդդիմադիր գործիչների, առաջնորդների բռնելու, նստեցնելու եւ այլն, քանի Փաշինյանի եւ ՔՊ-ի այդ խմբակի գոյությունը կա, բնականաբար ապօրինություններն ու անօրինականությունները լինելու են Հայաստանի Հանրապետության հետ ասոցացվող առաջին գործիքներից։ Իշխանությունը շատ պարզ ձևով ասել է, որ ինքը ամեն ինչ անելու վերարտադրությունը ապահովելու համար կլինեն դրանք ճնշումներ, բռնություններ, կալանավորումներ, դա իրեն առհասարակ որևէ ձևով չի հետաքրքրում։ Իր համար կա նպատակ եւ ինչպես հայտնի խոսքն է ասում, այդ նպատակը հասնելու համար բնականաբար նաև այս տեսանկյունից որևէ բանի առաջ կանգ չի առնելու։ Շատ ակնհայտ է, որ այսօրվա առավոտյան այս իրադարձությունները եզակի չեն լինելու, ենթադրաբար քվեարկության մոտենալուն այդ տրամաբանության տակ բնականաբար սրանք շարունակվելու են, մենք ընդհանրապես խոսում ենք 1, 2, 3 դեպքից, բայց զուգահեռ անընդհատ այս 1 ժամվա ընթացքում լրահոսը ակտիվանում է եւ այդ ակտիվ լրահոսում բազմաթիվ մարդիկ կան, որոնք տարբեր պատճառաբանություններով ձերբակալում կամ կալանավորում։ Նախորեն խուզարկություններ էին, տասնյակ քաղաքացիների էին վերման ենթարկել ընդդիմադիր շրջանակների տարբեր գրասենյակներում, բնակարաններում եւ այլն։ Փաստացի ձեր ասվածը ապացուցում է եւ մեկ այլ հանգամանքի էլ կուզեմ անդրադառնալ, սպառնում են վարժական հավաքներով եւ ռազմական ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում Զվարթնոց օդանավակայանում։ Այս ծառայությունը որպես սպառնալիք մատուցելը քաղաքականություն է, թե ուղղակի չմտածված քայլ։ Նախ արձանագրենք, որ Զվարթնոց օդանավակայանում ռազմական ոստիկանության կողմից այդ ցանցագերի հնարավոր հանձնումը, դրանք օրենքի մեջ չեն տեղավորվում, լրիվ ապօրինի են, բայց ակնհայտ է, որ իշխանությանը պետք է սպառնալ դրսում ապրող մեր հայրենակիցներին եւ դա բեմադրվում է եւ նաեւ որոշակի տեղեկատվական առումով նաեւ որոշակի ուրճացում է, որպեսզի կանխի այս օրերին դրսից Հայաստան եկող մեր քաղաքացիների մուտքը։ Մեկ այլ հանգամանք, երբ որ այս իշխանությունները խոսում էին Սփյուռքի դրսում գտնվող հայերի ներուժի մասին, խոսում են նրան մասին, որ պետք է ապահովի նաև նրանց ինտելեկտը, հայկական տնտեսությունում եւ այլն, փաստորեն սրանք այս ամեն ինչ որ ասվել են, դա պետք է այն ժամանակ, երբ որ պետք է իրենց խոսքում որևէ բան արտահայտի, բայց երբ որ այդ մարդիկ գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու այս կամ այն գործի առումով, փաստորեն իրանք դառնում են անցանկալի, սա նաև որոշակի համախմբված մոտեցում է, որը արտահայտվում է արտերկրում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Ի վերջո այդ օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուրը կարող է գալիս է մասնակցում է քաղաքացիական պարտքը կատարում է
Եթե դա օրենքից դուրս լիներ, դա լրիվ այլ բան կլիներ, բայց բնականաբար այս մասով կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ այս գաղափարին, ապա սրանով իշխանությունը ըստ էության իր վերաբերմունքն է արտահայտում բանակին, զինված ուժերի եւ ծառայության նկատմամբ։ Սա նրա պատկերացումներն է այն տեսանկյունից, որ բանակը նրանց համար դիտվում է որպես բանտային ծառայություն, սա իրենց համար դիտվում է որպես շանտաժի միջոց եւ այլն, այսինքն սրանք անարժե համակարգ կամ բովանդակ մարդկանց խումբ են, որոնց համար ըստ իրավիճակի տարբեր կառույցներ կարող են իրականացվել կամ կիրառվել։ Այս դեպքում նաև շատ ակնհայտ է, որ բանակը նրանց համար դիտվում է որպես ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց եւ այս իշխանության օրոք աննախադեպ է եղել բանակի ներգրավվածություն ներքաղաքական process-ներում։ Պարոն Աբրամյան, այս 8 տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների կամ զինվորականների ձերբակալել, մի քանի ամիս եւ կամ մի քանի տարի բանտում պահել, մեղքը չափալցել, ազատ արձակել, հետո նորից ձերբակալել, այս մարդկանց կյանքի տարիներից խլել։ Մի խոսքով այս գործընթացը արդյոք նրանց իրավունքների խախտում չէ եւ ի վերջո պետությունը վերջում ինչ որ ատյաններում պատասխան տալու է, թե ոչ այս մարդկանց կյանքի կորցրած տարիների համար։ Ոչ միայն զինվորականների մասով, այլ մեծ թվով անձանց մասով առաջին հերթին կա խախտումներ բոլոր առումներով, այսինքն կոնկրետ հանձնարարությունների, ձերբակալություններից մինչև ապօրինի կալանքի տակ գտնվելու առումով կա անմեղության կանխարգելվածի խախտում, որը ամենուրեք գործում է։ Ինչ որ մարդուն չձերբակալած արդեն իշխանական ամբողջ քարոզությունը, սկսած նրանց շարքային անդամներից մինչև ԿՊ-ի ղեկավար մարդուն ըստ էության անվանարկում են, որակումներ են տալիս, որը որևէ ձևով դատական վճռով հիմնավորված չի եւ սրանք պատահական չեն արվում եւ այնպես է չէ, որ նրանք այդ օրենքին չեն տիրապետում։ Ավելին ասեմ, խորհրդանի ամբիոնից դատաիրավական համակարգին Փաշինյանը ուղղորդումներ անում այս կամ այն մարդուն, այս կամ այն հոդվածում բռնելու մասով, օրինակ Միքայել Արզումանյանի մասով խորհրդանի ամբիոնից որակումներ էր տալի, որը մինչև այս պահը դատական վճռով որևէ ձևով հիմնավորված չէ։ Այսինքն կան շղթայական բանակ, խախտումների շարք է գնում եւ բոլոր փուլերում, երբ որ դիտարկում ես տարբեր գործեր, համատարած է այս խախտումները եւ այս պարագայում շատ ակնհայտ է, որ այդպիսի որակի իշխանությունը բնականաբար խնդիր չունի իր համար շատ կարեւոր ընտրական process-ներում եւս գնալու աղմկահարույց խախտումների, ոչ թե իրական գործերի բացահայտումների, այլ պարզապես ժողովրդի հասարակության վրա որևէ տոկոսով, որևէ ձևով ազդեցություն թողնելու նպատակով տարբեր կալանավորումներով։ Շնորհակալ ենք։